բայց որպեսզի չասենք, որ միայն իշխող ուժն է պոպուլիզմը զոհում, իհարկե ընդդիմությունը եւս օգտագործում է։ Ուզենք չուզենք Արցախի թեման այդ ամենազգայուն թեման է հիմա, թեև շատերը խուսափում են դրա մասին խոսելուց, որոշները ինչ-որ համակերպվել են, որ այդ հարցին ընդհանրապես խուսափում են, որ կան, որ խուսափում են եւ հստակ պատասխաններ չեն տալիս, իրենք ոնց են պատկերացնում հանգուցալուծում կամ չգիտեմ ինչ որ վերադարձի թեման։ Պոպուլիզմը որպես ֆոն արկա է բոլոր հարցերում եւ դա կիրառում է ինչպես իշխանությունների կողմից, եթե արդեն ավելի քաղաքական մակարդակին անդրադարձ կատարանք, տեսեք իշխանությունները բոլոր իրենց քննադատներին կապ չունի, իրական կապ ունեն այս կամ այն ուժերի հետ թե չունեն, որևէ քննադատի ներկայացնում են որպես 5-րդ շարասյուն, ինչ որ օտար երկրների շահերի KGB-ի գործակալ, դա ինչ որ տեղ աբսուրդի է հասնում, բայց այս նույնը անում է նաեւ ընդդիմությունը։ Տեսեք, ամեն անգամ թուրքական գործակալներ։ Այո, ամեն անգամ երբ ներկայացում է այս երկընտրանքը թուրքական կամ ոչ թուրքական իշխանության սորոսականների արևմուտքից կառավարող, այդ նույն խոսույթի հայելային տարբերակն է, ուստեղ հարց է իդեպ ով է առաջինը սկսել օգտագործել, որովհետև այս խոսույթները արկային հեղափոխության առաջին Ինձ թվում է միշտ դա մեր հանրության մոտ եղել է։ Ուղղակի մի քիչ տերմիններն են փոխվում,